Այսօր հունիս 1-ը թող լինի մեր մշակույթի վերացնման օրը, մեր մշակույթի և հավատքի վերացնման օրը։ Մենք տարագիր լինելով աշխարհի 4 կողմը, բայց մենք պետք է որ բոլորս հավաքվենք մեկ խաչի տակ։ Այս խաչը, այս գրիչը եւ ահա ստիպված այս սուրը նաեւ պետք է լինի մեկ ժողովուրդ եւ այսօր մենք կհաղթահարենք ամեն դժվարություն։ Ես այսօր քայլում եմ Գումարի, վաղ քայլեմ տարբեր գյուղ, տարբեր քաղաք։ 9 տարվա ընթացքին մենք պետք է տեր կայնենք ամեն մեկ գյուղի, քաղաքի, մշակութային եւ հոգեվոր կենտրոններին, ստեղծել անհայրենիքը, որ մենք ուզում ենք, որ մեր երեխաները ունենան։ Ամենակարևորը մեր կյանքի մեջ վերանորոգման ճանապարհն է։ Հույս, հավատք, սեր։ Մենք պետք չունենք ատոմ, մենք պետք ունենք հավատք, այդ հավատքը ատոմից ավելի ուժեղ է։ Եվ այդ հավատքն է, որ պետք պահել է 4000 տարի, եւ պետք պահի 4000 տարի սանից վերջ։ Եվ մենք պիտի տատանենք այս երագույնը մեր Մասիսի վրա, այդպիսի մի աշխատենք, համուստանանք, աշխատենք, աշխատանքով, ժամանակն է եկել, որ մենք պիտի հանգստանանք, վերակառուցենք մեր տունը, այս կրկազան հողը, որ շուրջ է, եւ ես վստահ հայ ժողովուրդը, ընտրյալ ժողովուրդը, համբուրում ենք ձեզ, ձեր կանեցը հտրին, ձեր մշակույթին, համբուրում ենք ձեզ։ Ոչ մի բան չի լինի, առանց Աստծո կամքի ոչ ինչ չի լինի։ Ես ուզում եմ, որ իմ ուխտս ընդունին լինի Աստծո կողմից։ Հայաստան աշխարհ, երկրաշարժ տեսար, տունը տավեր է, հոգսդ անպակաս, բայց դու ապրել ես ու պիտի ապրես,
Վկան հունիսի 1-ից սկսած այն 8 օրերը, երբ սրտից զարկերս գալով դու հետևում էիր ուխտավոր դարձած քո խենթ որդուն, որ նոտարապերում իր հեշտ կյանքը թողած, այսքան տառապանք տեսած իր հայրենիքում, ցուպը ձեռքն առավ ու հարյուրավոր կիլոմետրեր անցավ մինչև Կումայրի, դրամ հանգանակելու, այն էլ 20 միլիոն, եւ ինչի համար։ Քո մշակույթը վերազինելու, քո մշակույթը վերածնելու, հավատացած լինելով, որ ամենամեծ ու ամենահզոր զենքն այս աշխարհում եղել եւ մնում է ժողովրդի մշակույթն ու հավատը։ Եվ հավատացիր ու խենթացար քո ուխտավորի հետ, վկան այն հազարավոր նամակները, որ հղել ես նրան, վկան քո աչքերի փայլը, վկան այն 100 հազարավոր օրհնանքները, որ շշուկով կամ գոչելով նետում էիր նրա ճանապարհին։ Քաջերի հողը մեզ է սպասում, դեռ ճամփա ունի, միթասիկ սասում, քաջերի հողը մեզ է սպասում, աղնաղի ջևան, հայոց բնորան, անկիմ թշնամիկը եկան ասացան, երկազին նժավ, ծերբաղը դազան, սուրքի տրվեցավ, հողտապենական, ուսուսի տված այլուսի նման, եդվեր ենք հողը պարքը հայության, ուսուսի տված այլուսի նման, եդվեր ենք հողը պարքը հայության, հայր միացեք հայեր, արծաթել է սանչում, ողջության հասեք, հայր միացեք հայեր, Դուք ասում եք, ինչ կարող եք ասել։ Ասեմ, որ տանակը այսօր, գոնե այսօրվա մեր երազին, մեր նպատակին հասանք և հուզված եմ, որտեղ տեսնեմ իրոք այս մեծ հաղթանակը, մշակութային մեծ հաղթանակ է, զարթնոք է ժողովրդի կողմից և տեսնեմ ամեն տեղ ժողովուրդը խանդավառված է։ Շատ է հուզում այս պահը, քանի որ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի կարծիքով ամենամեծ անձնավորություն է մեր հայոց պատմության մեջ։ Քանի նա ստեղծելով այդ 36 տարերը, այդ 36 զինվորները, նա ազգանացրեց հավատքը, թարգմանեց Սուրբ Գիրքը և այդ 36 տարերով մտավորականությունը, հայ մտավորականությունը հիմքը դրեց, բանաստեղծների հիմքը դրեց հայ ժողովրդի և ինչ որ մենք այսօր ունենք, այն ինչ որ մենք հպարտանում ենք, իրեն շնորհիվ է, եթե այսօր մենք ունենք Նարեկացի, այսօր մենք ունենք Կոմիտաս և այսպիսի մեծամեծ մարդիկ, և եթե մենք այսօր հայ ենք մնացել, եթե մենք այսօր հայ ենք մնացել և քրիստոնյա ենք, բոլորը մենք պարտում ենք մեր Սուրբ Մեսրոպ Մաշտոցի այդ մեծ հանճարի, այդ 36 զինվորներին և այդ իր երազին, որ կարողացավ իր երազը իրագործել։ Խոնարհվում ենք բոլոր ժողովուրդը, մենք ազգը իր
շիրիմի առջև և աղոթում եմ, որ Աստված իր հոգին միշտ լուսավորի, քանզի որ նա լուսավորեց հայ ժողովրդի հոգին։ Ամեն։ Հարկ ու պատիվ ձեզ, թանկագին մաեստրո, ես գլուխ եմ խոնարհում ձեր առաջ, աղոթում եմ ձեզ համար, ձեր սուրբ առաքելության համար։ Դուք հայրենասիրության կրակը բորբոքեցիք իմ սրտում, ոգեկոչեցիք մեր ժողովրդին, որի համար երախտապարտ եմ ձեզ։ Բարի եղջ ձեզ, մեծ են հայ։ Ես Փառանձեն Տորոզյանն եմ, որդիս Էդիկ Տորոզյանը մեր ազգային զարթոնքի ակտիվ մասնակիցներից էր, կազմակերպիչներից մեկը։ Նա ապրում ու գործում էր հանուն Հայաստանի և հայ ժողովրդի անկախության։ Իսկ անկախության ճամփան ոչ միայն հեշտ չէր, այլև մահերով ու նահատակներով էր լի։ Որդիս էլ հանուն իր ժողովրդի պայքարի ելավ ու նահատակվեց։ Իր գրպանում նրա արյունով ներքված 75 ռուբլի կար։ Նահատակված որդուս անունից նրա սուրբ արյամբ օծված դրամը հանձնում եմ ձեզ, քանի որ ձեր առաքելությունը գտնում եմ խիստ օգտակար իմ տառապած ժողովրդի համար։ Փառանձեն մայրիկ։ Թանկագին Լորիս Ճգնավորյան, պարզապես բառեր չեմ գտնում, մտքեր չեմ գտնում, որ ասված չլինեն որևիցե մեկին մեծարելու կամ նրա մասին խոսք ասելու համար։ Հիմա ինձ նոր բառեր են հարկավոր, նոր բառեր, ուխտագնացիկ ճանապարհը չասված, չգրված մտքով օրհնելու համար։ Մաքուր, բարի և ազնիվ բառեր, ինչպիսին դուք եք։ Շատ եմ ցավում, որ իզորու չեմ նման նորարարության։ Մնում է լոռեցու անմիջականությամբ և պարզությամբ խոսել ձեզ հետ։ Ծնունդով լոռեցի եմ, մեծ են Թումանյանի գովերքած սարերից։ Հավերժ սիրահար իմ Հայաստան աշխարհին ու նրա մեջ իմ չքնաղ լոռում և վուշ-վուշ կանչող Դևբետի ջրերի։ Հետայսու ամեն առավոտ պետք է աղոթեմ ձեր սուրբ գործի համար։ Փառքդ շատ, Աստված, որ աշխարհում, իմ Հայաստան աշխարհում կա Լորիս Ճգնավորյան։ Ներող եղեք, Նազելի Հակոբյան։ Անշապ հուզված եմ այս հողի վրա լինելով, Աստված ունի երրորդությունը, Աստվածն է իր որդին և Սուրբ Հոգին, հայ ազգն էլ ունի իր երրորդությունը
Սուրբ Էջմիածինը, հավատքի կենտրոնը, Օշականը մեր գիր գրականության կենտրոնը և Սարդարաբադը մեր ազգի հերոսական մարտի կենտրոնը, այս սուրբ հողն է մեր։ Անկախությունը Անկախությունը շատ հետաքրքիր բառ է։ Անկախությունը և մահը քուր եղբայր են։ Անկախություն և մահը զույգ են։ Ով որ մտածում է անկախության մասին, նա պիտի դա զոհ։ Ով որ ձգտում է անկախության ճանապարհին, նա պիտի դա զոհ։ Ով որ անկախություն ունի, նա պիտի դա զոհ։ Եվ ով որ անկախությունը ցերքից տա, նա տալիս է զոհ։ Անկախություն բառը առանց զոհաբարության չի լինի։ Անկախությունը մեր ծառի նման է, որ դուք այս գեղեցիկ գյուղերի մեջ հասկանում եք, թե ինչպես սերմ եք ցանում, ծառ տնկելուց, ջուր եք տալի, խնամում եք ծառը, ծառը մեծանում է, պտուղ է տալիս, պտուղը հասնում է և նոր քաղում եք։ Անկախությունն էլ այդպես է։ Անկախությունը մենք այսօր պիտի մտածենք, բայց անկախության համար պիտի աշխատենք, որ անկախություն երբ գալիս է, անհաս պտուղի պես չլինի, հասած պտուղ լինի։ Աստված մեզ կտա մեր հողերը և մենք կունենանք միացյալ Հայաստան, ես վստահ եմ։ Բայց նրա համար պիտի աշխատենք, գիշեր ցերեկ։ Ամեն մարդ իր գործով պիտի զբաղվի, իր լավագույնը անի, որ երբ ունենանք մեր անկախություն, ամեն մարդ իր գործով զբաղվի։ Ժողովուրդը պիտի հարստանա, որ կարողանա անկախությունը պահի։ Նրա համար անկախություն, բայց անկախության հետ զոհ և աշխատանք։ Համբուրում եմ այն հողը, որը ձեզ կտանի կումայրի, Աստծո օգնությամբ այն ոտքի կանգնեցնելու և նոր կյանքի ոգեկոչելու։ Երիցը սորհնվի այն օրը, երբ եկաք հայրենիք, թող անվերջ լինի այն լույսը, որ ստանում ենք ձեզնից։ Թանկագին որդի, ընդունիր գյումրեցի մոր օրհնանքը քո սուրբ գործին։ Քնարիկ Պիտանյան։ Կողմից ուղարկված դու մեծ պարգև, օրհնում ենք քո երթը,
Եվ ցանկանում ենք 40 միլիոնով վերադառնաս։ Մինասյան, Տոնապետյաններ, Ադիբեկյան, Բադալյան։ Օգտագնացում գնում, ես մեքենա չպիտի նստեմ, ոչինչ չպիտի նստել, սա էլ օգտագնացության մասն է կազմում, կարկուտը, անձևը, թակարևը, ամեն ինչը օգտագնացության մասն է կազմում, դրա համար ես մա կայնեմ թե, կանում եմ, որ իմ ընկերներս թե կայնել են, նրանք իմ պատճառով թրջվում են։ Անուշ լորի, օդի տոքույդեղնի, խուրբանեղնի, օդի տոքույդեղնի, խուրբանեղնի, արյուկ տարնի թափով, դաշ կուտաղի տարներեց, ուժնացել ավապիտակի, կապակ թափեց, հովիք նաշի, որ հայրենյաց ոսեր բացել, դրվում և իմ հայրենյաց ոսի լորի, անուշ լորի, հոգի տակույդեղնի, խուրբանեղնի, հոգի տակույդեղնի, խուրբանեղնի, ավետարան ու խաչատեր, դարել երկին բարձացուցել, և հովի նազի, կանու շար
Գյումրի կմտնի։ Ինչ եք ուզում ասել իրեն։ Շատ բան կուզեմ, շատ բան կամենամ։ Իհել ասպաս թողենուս կմատերնի։ Երկար կյանք տա, հաջողություն տա։ Ես տես կորդ աշխարը նաթր եղել է նայեք երնի։ Նորից այսպիսի բան մենք տեսնում ենք առաջին անգամ, մեզ համար սա նորույթ է և մենք այնքան ուրախ ենք կումարիստներս, որ այսպիսի մարդ ունենք, որը կարող է մեզ օգնել և վերականգնել մի հին Գյումրի։ Այսօր ձեզ հետ եմ 8 օր շարունակ քայլում էի մեծ երազներով, վախով, ուզմունքով, վախենում էիմ ասված մի արա մեծ իշխբախ, կամ մեծ սխալ քայլ վերցվի, հիվանդություն և այլն և չկարողանամ ես իմ նպատակից հասնեմ, բայց ձեր աղոթները ձեր մաղթանքները ամեն ինչը տեղ հասավ և ես հասա այսօր ձեզ մոտ, այսօր ես ձեզ հետ եմ, իմ սիրած Կումայրիում։ Ուզեմ ասեք, ցնցղա Կումայրի, այսօր Հայաստանի աշխարհը ձեզ սիրում է, Շիրակը արդեն իսկ մենք ունենք մեր փողային նվագախումբը և հիմա արդեն ստեղծել ենք մեր սիմֆոնիկ նվագախումբը։ Ես հաճախ պիտի կամ Կումայրի ղեկավարելու Կումայրի սիմֆոնիկ նվագախումբը։
հավատյալ ուխտավոր ժողովուրդը ընթովարինա և պատպուսկան խաչիկոյ խաղաղության բրգի ազատյա հերևելի և աներևույթ թշտամյար արժանավոր յակողության պարավորերս տեզն թոր և ընթոքուտ տրպոր այժմ և միշտ և հավիտյանը սավիդելիս ամեն այնպով շրջանը հոշտել նվակախումբերով երաշտության ջող զարկացումով ամբողջ այդ տարածքի վրա, որտև երկի թևերով մեր աղոտները ավելի ազատ և համարձակ պիտի բարձրանան դեպի երկինք և պիտի բախեն դռները արտարության։ Ձեզ լրիվ հաջողություն և մեր օրհնությունը այժմ և միշտ ձեզ։ Ես շատ ուրախացան ու այստեղ ես եկել մեր հայրենիքին և այնտեղ ուզում ես քո տաղանդը իսպաստրել քո ժողովրդին և քո հոնարները Աստվածադու խառնել այս հողին։ Աստված քեզ օրհնի և մշակույթի բարձրագույն աստիճանի գեղեցկությամբ և հասկացողությամբ ու տարածես հոգևոր արժեքների իմացումը մեր ժողովրդի կյանքի մեջ։ Ապրես։ Ամեն։ Քանի որ այսօր Հայաստանը ուրախության մեջ է, քանի որ այսօր Հայաստանի սիրտը, որ Շիրակն է, սկսեց խփել, աշխատել և ապրել, քանի որ սիրտը ապրում է, որ Շիրակն է, կապրի ամբողջ Հայաստանը։ Երեք այդպես էր, սկահան եղավ, ինչպես իրենք են ասում, հարուստացնենք երկիրը, աղքատ ժողովրդի կառավարությունը կլինի աղքատ, հարուստ ժողովրդի կառավարությունը կլինի հարուստ, եթե մենք չհարուստանանք, չենք կարող հաջողենք այս աշխարհի մեջ։ Ուրեմն գնանք աշխատենք և 21-րդ դարը դարձնենք մեր երկրորդ ոսկե դարը և վերակառուցենք մեր հողը, ամեն մի քսանքը մեր հողի մաքրենք մեր ձեռքերով, տեսնեք թուղթ ենք այս փողոցում վերցրեք, քար ենք այս փողոցում վերցրեք, կեղտոտ է, մաքրեք, փոս է, լցրեք, մենք պետք է վերակառուցենք մեր հողը մեր ձեռքերով, կեցե հայ ժողովուրդը, կեցե Հայաստանը։